Բարև ձեզ, եթերում կոմիքս ռադիոն է և ես Դոմինիկ Սևումյանն եմ, շատ հետաքրքիր ռադիոհաղորդում եմ պատրաստել ձեզ համար, այսօր նույնպես խոսելու ենք կոմիքսների մասին, սակայն կոմիքսների հայկական աշխարհի մասին։ Շատերս կոմիքս ասելով պատկերացնում ենք Marvel-ի կամ DC-ի հերոսներին, Սուպերմեն, Սպայդերմեն, բայց գիտեք արդյոք, որ մենք ունենք մեր հայկական կոմիքսները։ Այո, գոյություն ունեն հայկական կոմիքսներ, մեզ համար շատ կարևոր և ուժեղ հերոսներով։ Կարծում եմ արդեն գուշակել եք, թե ովքեր են այդ սուպերհերոսները։ Դե իհարկե, Հայկ Նահապետը և Սասունցի Դավիթը։ Հայկ և Բել, Սասունցի Դավիթ պատկերապատումները տպագրվել են թիվ 405 հրատարակչության կողմից։ Իլյուստրացիաները նկարել է ամենափորձառու նկարիչ Տիգրան Մանգասարյանը։ Վերը նշված կոմիքսները ոչ միայն ժամանցի համար են, այլ նաև կրթամշակութային նշանակություն ունեն։ Հայկ Նահապետը հայ ժողովրդի հիմնադիրն ու նախահայրն է։ Նա համարվում է առաջին հայը, հայ ազգի նախնին։ Ըստ ավանդության, Հայկը խիզախ, ազատասեր, արդար, հզոր և խելացի հերոս է, ով ըմբոստացավ բռնապետ և չարագործ Բելի դեմ և առաջնորդեց իր ցեղը դեպի ազատություն։ Նրա ամենակարևոր հերոսությունը Բելի դեմ հաղթական պատերազմն էր, որտեղ Հայկը հաղթեց Բելին իր իսկ կողմից պատրաստված եռաթև նետի ու ճշգրիտ աղեղի օգնությամբ, որի արդյունքում նա հաստատեց իր ցեղի անկախությունը Արարատյան դաշտում։ Այդ հաղթանակից հետո է, որ երկիրը սկսեց կոչվել Հայք, Հայոց տուն և Հայաստան, իսկ ժողովուրդը հայեր նրա անունով։ Հայկ Նահապետը հայ ժողովրդի ազգային միասնության, ազատության, ձգտող և ինքնության խորհրդանիշն է։ Նրա կերպարը համարվում է մեր ազգային ոգու տեսակը, որպես պայքարող, անկախ ու հպարտ։ Նա մեզ սովորեցնում է սիրել մեր հայրենիքը, լինել խիզախ ու ազատ ապրելու ձգտող։ Սասունցի Դավիթ հայկական հեքիաթների նման մի մեծ պատմության էպոսի հերոս է։ Նա շատ ուժեղ էր, խիզախ և բարի։ Դավիթն ուներ շատ ուժեղ զենք, թուր կեցակին և շատ արագավազի քուրքիկ Ջալալին, որոնց օգնությամբ նա պաշտպանում էր իր երկիրը, Սասունը, չար թշնամիներից և երբեք չէր վախենում դժվարություններից։ Նա սիրում էր արդարությունը և երբեք չէր վախենում և երբեք չէր վնասում, ավելի ճիշտ։ Նա սիրում էր արդարությունը և երբեք չէր վնասում բարիներին։ Սասունցի Դավիթը միշտ պատրաստ էր օգնելու մարդկանց և պայքարում էր, որ իր ժողովուրդը ազատ ու երջանիկ ապրի։ Սասունցի Դավիթը հայ ժողովրդի սիրելի հերոսն է։ Նա սովորեցնում է մեզ լինել քաջ, բարի և չվախենալ դժվարություններից։ Ահա այսքանը, կարծում եմ հետաքրքիր ստացվեց։ Մինչ նոր հանդիպում, ցտեսություն։